գլոբալ աշխարհակաղակական զարգացումների երրորդ համաշխարհայինի հավանականության եւ Իրանի շուրջ տեղի ունեցողի մասին այսօր զրուցում ենք քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես տեղի ունեցողը կարող ենք բնութագրել որպես միջազգային համակարգի անցումային շրջան։ Եվ եթե այո, ապա որ մոդելն է հավանական, երկբևեռ թե բազմավեկտոր մոդելը, նկատի ունեմ Միացյալ Նահանգներ, Չինաստան, թե բազմավեկտոր մոդելը։ Բնականաբար գործող իրադարձությունները հիմա մեզ հուշում են, որ որպես մինիմում արդեն գործող աշխարհակարգը չի գործում։ Նախ պետք է ֆիքսենք, որ 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ դիմեց Հայաստանի Հանրապետության եւ Արցախի նկատմամբ, դրանից հետո գործող աշխարհակարգը միջազգային հարաբերությունների այն ընդունված կարգերը, որ մենք գիտենք, այդ իրավական այդ ամբողջ համակարգը այլևս չի գործում, որտեվ եւ մեր պարագայում ագրեսորը մնաց անպատիժ եւ այլ պարագաներում մենք տեսնում ենք, որ ագրեսորները առայժմ անպատիժ են մնում։ Հետեւաբար գործող աշխարհակարգը չի գործում եւ մենք անցումային շրջանում ենք դերևս գտնվում եւ թե ինչպիսի աշխարհակարգ կձևավորվի առայժմ հայտնի չէ։ Կան տենդենսներ, կա երկբևեռ աշխարհի տենդենս, որը ցանկանում են Չինաստանը ամեն դեպս նման հայտ ներկայացնել, եւ կա բազմաբևեռ աշխարհի տենդենս, որը ավելի փոքր տարածաշրջանային է, տերությունները նրանք նույնպես հայտ են ներկայացնում, եւ չեն ցանկանում, որ մեկ կամ երկու այդպես խոշոր պետություններ եք տեսնում, ավելի շատ հակված եք որ տեսակետին, որ մոդելը առայժմ շատ շուտ է նման կանխատեսումներ անել, որովհետեւ այդ լայնածավալ դեռևս չեն միջին տերությունները, այսպես ասած, դեռևս ամբողջ թափով չեն սկսել իրենց կամքը թելադրել մնացածներին, եւ հիմա process-ը տեսնենք ովքեր կհաղթեն եւ ինչպես տեղի կունենա զարգացումները։ Այս պահին ընթանում են մի շարք ռազմական գործողություններ, պատերազմներ Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, Ասիան, սրանք փոխկապակցված ռազմական գործողություններ են, թե առանձին վերցված ինչ որ էսկալացիաներ են, ինչ եք կարծում։ Նախ եւ աշխարհը հիմա այնքան է սերտաճած, հա, փոխհարաբերությունները եւ դիվանագիտական եւ տնտեսական եւ քաղաքական եւ մշակութային բոլոր ոլորտներում, հա, այտենց առանձին որպես այդպեսին վերսած սուբյեկտներ շատ քիչ կան, ասենք կարող 1-2 հիշենք, հա, ասենք Հյուսիսային Կորեան, բայց իսկ մնացածը շատ խիստ ինտեգրված են, հա, մեկը մյուսի հետ ուղիղ կապ ունեն, հետեւաբար այս ամբողջը այդ նույն տրամաբանության մեջ պետք է նայել եւ այդ ամեն ինչը սկսվեց նրանից, երբ որ Չինաստանը սկսեց շատ արագ տեմպերով զարգանալ, տնտեսական աճը դարձավ շատ այսպես ասած, այն հաշվարկները, որոնք կանխատեսելի էին Ամերիկայի համար, դրանք ավելի արագ տեղ ունեցան, ոնց որ այս գործող աշխարհակարգը պատրաստ չէր նման զարգացումներին եւ հիմա թռիչքային զարգացումներին, այո, եւ հիմա փորձում են արագ այդ բացերը լրացնել։ Այս պայմաններում հիմա առկա են կառուցվածքային գործոնները, որոնք պատմականորեն նախորդել են համաշխարհային պատերազմներին։ Իհարկե, միշտ համաշխարհային պատերազմները սկսվել են մեծ ու փոքր լոկալ պատերազմներով։ Այդ փոքր պատերազմներում այդ բոլոր տեղերում, որտեղ որ կան պատերազմի հնարավորություններ, ավելի ճիշտ, այնտեղ փորձարկվում են ռազմավարությունները, նոր զինատեսակները, նոր դիվանագիտական հարաբերությունների ձևերը, փորձարկվում մինչև գան այդ տիտանները արդեն բախվեն իրար, էլի։ Հիմա մենք նույն տրամաբանության մեջ են գործում եւ Արցախյան պատերազմը, եւ ռուս-ուկրաինական պատերազմը, եւ Իսրայել եւ Պաղեստին այդ բախումները, Աֆրիկայում ամեն օր մենք այնտեղ քիչ ուշադրություն ենք դարձնում, մեր հանրությունը աֆրիկյան դեպքերին իրադարձություններին այդպես լավ կամ տեղեկացված չի կամ հետաքրքրություն չի դրսևորում, բայց այնտեղ ամեն օր ցեղասպանություններ են տեղի ունենում, պետություններ են ձևավորվում, հեղաշրջումներ են լինում, աշխարհաքաղաքական կենտրոնների շուրջ համաձայնություններ են գալիս, այդպես մի խոսքով շատ հետաքրքիր է բուրըն շրջան ենք ապրում։ Այսինքն մենք ըստ էության, որ եթե ճիշտ եմ հասկանում, մենք կանգնած ենք երրորդ աշխարհամարտի եզրին։ Դե փաստացի այո։ Եթե փորձեք մեկ նախադասությամբ գնահատել այս զարգացումները, առաջիկայում աշխարհը շարժում է դեպի մեծ պատերազմ, թե բանակցային նոր փուլ։ Ակնհայտ է, որ գնում են բոլորը պատրաստվում են պատերազմի։ Միայն այն ռազմական բյուջեները, որ հրճակվում են եւ ինչքան էլ որ դեռ հայտնի չէ, նրանք գնալով անդադ մեծանում են, ոչ ոք չի փոքրացնում եւ Հայաստանից բացի։ Հետեւաբար դա տանելու ուղիղ բախման։ Հիմա խոսենք Իրանի մասին, ինչ եք կարծում ռազմական այս գործողությունները, որ սկսվել են հիմա որ փուլում են եւ կարող ենք ասել սահմանափակ օպերացիա, թե ինչ որ մի փուլի միանալու են նաեւ գերտերությունները։
նախ ԱՄՆ-ն արդեն ինքը գործող հեգեմոնն է աշխարհում, ինքը արդեն խառնված է։ Նկատի ունեմ Ռուսաստան, Չինաստան։ Ռուսաստանը, Չինաստանը նույնպես իրենք ուղղակի թակ ունեն, այսպես ասած գործում, եթե մենք 12-օրյա պատերազմը երբ որ տեղ ունեցավ, դրանից հետո Իրանը դիմեց Ռուսաստանի եւ Չինաստանի եւ նրանք որոշակի օժանդակություն ցուցաբերեցին։ Ռազմավարական դաշինք են կնքել նույնիսկ։ Այո, հոբ միջոցներ են տրամադրվել ռուսական եւ չինական բանը, դրանք շատ այտենց անթակույց կերպով բերեցին դրվեցին, բայց հիմա էլ իրանական կողմը բողոքում է դրանց անարդյունավետությունից, սա շատ նույնպես հետաքրքիր տենդենս է, որը մեզ համար շատ օրինակելի է, դա պետք է ուսումնասիրենք եւ հետեւություններ անենք, որպես մինիմում մենք կարող ենք հետեւություն անել, որ пассив պաշտպանվող կողմը միշտ պարտություն է կրում, հա, հոբը ինչքան էլ լավ լինի, գերժամանակակից լինի, շատ լինի եւ այլն, հա, ինքը հարձակողական կողմի համար բանալ լինում, ինքը դառնում է ի վերջո խոցելի է դառնում, դրանք խոցվում են, արագ չի լինում դրանց քանակը վերականգնել եւ պետությունը օթային գերիշխանությունը ԱՄՆ-ն եւ Իսրայելը վերցրել են իրենց ձեռքի եւ հիմա ինչ ուզում մեծ հաշվով ինչ ուզում անում են էլի։ Այս իրավիճակում որ սցենարն է ավելի իրատեսական առաջիկա 6-ից 12 ամսվա կտրվածքով։ Մեկ տարվա մոտ, մենք չենք կարող երկարաժամկետ որևէ կանխատեսում անել, աշխարհը շատ արագ տեմպերով է զարգանում։ Իրանը ինչքան կդիմանա։ Նախ մենք Իրանի բանակի մասին ոչ մի հստակ եւ ստույգ տվյալներ չկան, հա, Իրանի բանակը երբեք Իրան-Իրաքյան պատերազմից հետո ակտիվ մարտական գործողությունների մեջ չի մտել եւ մենք օբյեկտիվ ինչ-որ տվյալներ չունենք նրա մարտունակության վերաբերյալ։ Հա լսում ենք ինչ-որ սպառնալիքներ, բաներ, նա ինչ-որ զորաշարժեր, բաներ տեսնում ենք, բայց իրական մարտի մեջ գործի մեջ, այսպես ասած չենք տեսել։ Հիմա անալոգիան կարող ենք տանել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, չէ՞։ Պատերազմում օրինակ Իրանը իրեն դրսևորեց ամեն դեպքում, տեսանք եղան հերահար հարվածներ, հրթիռակոծվեցին երկուսն էլ եւ Իրանը դրանից եզրակացություններ արեց, Իսրայելը եւ ԱՄՆ-ը նույնպես եզրակացություններ են արել եւ հիմա որոշակի առումով փոփոխություն են տեղ ունեցել իրենց այդ տակտիկական բանի, երբ որ նայում ենք այն ժամանակ հրթիռները այլ բաներով էին ուղարկվում, հա, այլ ինտենսիվությամբ, հիմա այլ կերպ են բանը վարվում, անգամ մեկ օրում, եթե չեմ սխալվում, դա ամերիկյան կողմի հայտարարությունն է, Իրանի վրա արձակվել է 12 օրյա պատերազմի քանակի հրթիռ։ Մեկ օրում։ Այո։ Այս պատերազմում հիմա։ Բայց Իրանը շարունակում է դիմադրել, պայքարում է։ Այսինքն ներուժը ինչքան կհերիքի կբաղականացնի։ Եվ արդյոք վիճակը կհասնի, որ ցամաքային զորք կմտցնի Միացյալ Նահանգները կամ Իսրայելը։ Նայենք մեր տեսանկյունից ամենևին ցանկալի չի լինի, որպեսզի Իրանում իրավիճակը այդպեսի ծանր զարգացումներ տեղ ունենան, հա, նման բովանդակությամբ, նման ուղղությամբ զարգանա։ Ինչ ռիսկեր կա Հայաստանի համար։ Շատ մեծ, շատ լուրջ ռիսկեր կան, օրինակ, եթե այնտեղ, ասենք, քաղաքացիական բախումներ լինեն եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամ տիրի, պատկերացրեք մի քանի միլիոն մարդ աղեկտուր փորձի փրկվել, ասենք գա Հայաստան եւ ասենք շատ չեմ ասում էլի մի 4-5 միլիոն ասենք մարդ գա Հայաստան եւ մենք Հայաստանը ի վիճակի չէ կամ մեր իշխանությունը դեռևս պատրաստ չէ, մեր հանրությունն էլ պատրաստ չի նման ներհոց կընդունելու ավելի մեծ պետությունը եւ ավելի կազմակերպված պետությունները նույնպես նման ավելի ներհոսքեր ընդունելու հարցում հաստատ լրջագույն խնդիրներ կունենան։ Նույն ճգնաժամի առաջ կկանգնի նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հա, դրանք դա լրջագույն տեկտոնական շարժումներ կլինեն, որը անկանխատեսելի զարգացումների կարող է բերել։ Ես դժվարում եմ տեղ որևէ հստակ ինչ-որ բան ասել, էլի սցենարները շատ տարբեր են լինելու։ Այնպես որ ցանկալի չէ, որ դա տեղի ունենա։ Հուսանք դա տեղի չի ունենա, բայց Իրանը ցույց է տալիս կամային դրսևորումներ եւ եթե այնուամենայնիվ ամերիկյան եւ իսրայելական կողմերը որոշեն ցամաքային բաներ, տենց մասնակցություն ունենան, գրոներ լինեն, դրանք լինելու են շատ զգուշավոր, տենց ռազմական մեծ, տենց բաներով չլինի եւ կարեւոր է այստեղ նաեւ մյուս գերտերությունների բանը արդեն մասնակցության չափը վերաբերմունքը եւ այլն բան, դրանք դեռևս շուտ է մասին խոսել, որովհետեւ մենք տեսնում ենք ընդամենը ցանկություններ, հա, ասենք Բրիտանիան եւ Ֆրանսիան այլ բան են ասում, Չինաստանը լուրը, Ռուսաստանը թեթև բողոքում է եւ այլն բան, բայց ակտիվ գործողությունների մեջ չեն մտնում։ Կիպրոսի հրթիռակոծությունից հետո կարծես թե դիրքորոշումներ են փոխվել, թե բնականաբար Ֆրանսիայի, թե Մեծ Բրիտանիայի մոտ։ Բնականաբար, այո, Իրանի այն հաշվարկը, որ ինքը տարածաշրջանի 10-ից ավելի պետությունների հարվածեց, հիմնականում այն պետությունները, որտեղ կային ամերիկյան ռազմաբազաներ,
Նրանք երևի ենթադրում եմ, հա, ամենայն դեպս շատ փորձագետներ խոսում են այդ մասին, որ փորձում են այդ կերպ սոցիալական լարվածություն առաջացնեն եւ տվյալ հանրությունների մոտ բողոք առաջացնեն ամերիկյան ներկայացուցչության դեմ, ասել որ Ամերիկան չի կարող ձեր անվտանգության երաշխավորը լինել եւ ես Իրանը, հա, արդեն իսկ թեկուզ ագրեսիվ կերպով, բայց ինքն է փորձում տարածաշրջանում անվտանգության երաշխավորի եւ նոր սու բանի, հա, ասենց դիրքերից հանդես գալ։ Ամենայն դեպս դեռևս վաղ է ասել, որ նրանց հաշվարկները սխալ են, բայց այնպես չի, որ այդ հաշվարկները կարող են ճիշտ դուրս չգալ էլի, զարգացումները տարբեր կարող են։ Իրանական պատերազմը որ դեպքում կարող է ներգրավել գերտերությունների հավանական սցենարներից մեկը եւ զսպող ինչ մեխանիզմներ կան, որպեսզի խնդիրը դրան չհասնի։ Դե զսպող առաջին մեխանիզմը այդ Հորմուզի նեղուցի փակումներ, որի սպառնալիքով նրանք հանդես են եկել եւ դա արդեն իսկ բերել է տնտեսական լրջագույն շարժերի։ Օրինակ դրանից օգտվում է մեծապես Ռուսաստանը, երբ տնտեսական այդ շարժերից նավթի գները բարձրացել են եւ ինքը հիմա անգամ կարող է Հնդկաստանը եւ Չինաստանին թելադրող դիրքերից հանդես գալ։ Չինաստանը եւ Հնդկաստանը հենց հիմա իրենք են իրենց կարծիքը թելադրում Ռուսաստանին, հա, քանի որ գները ընկել են Ռուսաստանը այլընտրանքներ չունի եւ այլն բան եւ նրանք հնարավորինս էժան գներով, ամենացածր գներով են գնում։ Հիմա գինը կարող է բարձրանալ Իրանից էլ այդ քանի որ չի գալիս, իսկ Չինաստանը իրանական նավթի մեծագույն գնորդներից մեկն է, ստիպված նրանք պետք է գնան եւ ընկնեն Ռուսաստանի գիրկը։ Այս հարաբերություններում Չինաստան-Ռուսաստան այս հարաբերություններում դա էական ազդեցություն կարող ունենալ նաեւ ռուս-ուկրաինական, հետեւաբար նաեւ Եվրոպայի, հա, հարաբերությունների վրա, այսինքն ինքը մեծ գլոբալ շարժի մեջ էական նշանակություն կունենա եւ այսպես թե այնպես գլոբալ պետությունները նրանք արդեն իսկ խառնեն եւ լարված նայում են, հետևում են զարգացումներին։ Ըստ էության շահող պետությունների շարքում է նաեւ Ադրբեջանը այս դեպքում։ Ադրբեջանի որպես նավթ մատակարարող երկիր։ Որպես նավթ մատակարարող է տեսանկյունից այո, բայց Ադրբեջանը առաջին ռիսկային գոտում է, ինչպես մենք, այդտեղի այդ հյուսիսային Իրանում ապրող այդ ադրբեջանցիներ, էթնիկ ադրբեջանցիներ որ կան, նրանք բնականաբար երբ որ ինչ-որ խնդիրներ առաջանան, ավելի շատ գնալու են դեպի Ադրբեջան, քան թե Հայաստան, բնականաբար։ Եվ պատկերացրեք, այնտեղ էլ իրանք ինչքան են, մի 9-10 միլիոն էլ իրանք են, մի 30 միլիոնը եթե այնտեղ գնա, այնտեղ ընդհանրապես լրիվ այլ ավոր վիճակ կստեղծվի, էլի։ Իսկ հակառակ սցենարի դեպքում, եթե ինչը մենք իհարկե չենք ցանկանում, բայց Իրանի մասնատման դեպքում Ադրբեջանը սպասում է Ատրպատականի հատվածը մեծ Ադրբեջան դարձնելու հեռանկարով։ Դա նույնպես վատագույն զարգացումը կլինի մեր տեսանկյունից, հա, մեր դիտանկյունից եւ մեր հարևանները, երկու ագրեսիվ հարևաններ անթակույց խոսում են այդ մասին, որ նրանք ոչ թե Իրանում ռեժիմի փոփոխության կողմնակից են, այլ Իրանի մասնատման կողմնակիցն են եւ մեծ սիրո նրանք այս վերջերս էլ Ալիևը ասել չէ որ Ադրբեջանը բանը հայտ է ներկայացնում ոչ թե 10-12 միլիոնանոց պետության, այլ մենք մեր ապագան տեսնում ենք 30-ից 50 միլիոնանոց։ Դա ուղիղ հենց այդ բանի մասին է խոսում, որը նաեւ դժգոհություններ առաջացրեց Իրանում։ Այսինքն իրենք անթակույց այդ մասին խոսում են, պլանավորում են, ոչ միայն խոսում են, այլև հստակ իրենց բանակն են պատրաստում, իրենց ռազմական հնարավորություններն են մեծացնում։ Վերջերս Վենսի այցելության ժամանակ պատահական չէր, որ Վենսը եկավ եւ Ադրբեջանը, այստեղ Երևանում այլ մեսիջներ ասում, այնտեղ գնացել էր եւ խոսում էր ադրբեջանցի զինվորի մասին էր նա խոսում, հա, գովերքում նրանք բան։ Իսկ եթե լինի ցամաքային օպերացիա, ադրբեջանական եւ թուրքական զորքերը ըստ էության նրանք նույնպես ներգրավված կլինեն։ Եվ դա կարող է բերել անկախատեսելի հետևանքների, հուսանք մեր հարևանների համար ցավոտ զարգացումներ չեն լինի։ Փոքր պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, նման գլոբալ բախումների պայմաններում ինչ ռազմավարություն պետք է որդեգրեն, օրինակ Հայաստանը ինչ պետք է անի, գնա ռիսկերի նվազեցման, բազմավեկտոր բալանսավորման, թե հստակ դաշինքային կողմնորոշման ճանապարհով։ Որն է ուղղությունը։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Զարգացումները հիմա այնպիսին են, որ դաշինքները չեն կարող լինել երկարաժամկետ եւ դաշինքները մենք պետք է կազմենք ոչ թե մեծերի հետ, այլ բոլոր այն սուբյեկտների հետ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, ինչպիսին ունենք մենք։ Օրինակ Կիպրոսը, Հունաստանը, Ուկրաինան, նույն Իսրայելը, ինքը կարող է լինել եւ մեր ճշտամի եւ մեր դաշնակից եւ այս հարաբերակցության մեջ շատ արագ նայած ինչ իրավիճակից մենք կարող ենք ունենալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ, հա, ասենց հարաբերություններ, հա, ասենց բարեկամական եւ դաշնակցային եւ բան։ Պետք է փոքր պետությունները հատկապես պետք է լինեն պատրաստ
եւ ակտիվ ու մասնակցային, եթե նրանք սպասեն, տեսնեն թե ինչ է տեղի ունենալու, մեծերը արդեն իսկ գեղեցիկ էս պլանավորել են գալու են եւ հաշվի չառնեն որևէ առանձնահատկություն կամ բան, էլի, ինչպես ասին նույն Արցախյան պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի համար, մեծերի համար, ասենք Արցախի կորուստը իրենց համար փոքրիկ դա ինչ որ մի հատ հողակտոր էր, հա, իսկ մեզ համար դա պատմական կարևոր տարածք էր 120,000 հայերը, երբ որ էթնիկ զտման ենթարկվեցին, դա միգուցե աշխարհի մասշտաբով փոքր թիվ է, բայց մեզ համար դա ցավալի թիվ է եւ անդառնալ հետևանքներ են ունենում, այնպես որ փոքրերը պետք է լինեն պատրաստ, վատագույն սցենարին պետք է լինեն պատրաստ, որովհետեւ լավագույնը տեղի ունենալուց մենք շահենք եւ քիչ կորուստները դուրս գանք այս ամեն ինչից։ Վերջում այո կամ ոչ, վերահսկելի է այս ներկա էսկալացիան, գործընթացները արդեն դուրս են եկել գերտերությունների վերահսկողությունից, թե դեռ ինչ որ բան հնարավոր է փոխել։ Առայժմ վերահսկելի է։ Վերահսկելի։ Այո։ Շնորհակալություն հարցին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, ցտեսություն։